2025 թվականի մայիսի 4-ի երեկոն Արամ Խաչատրյան համերգասրահում նշանավորվեց մի բացառիկ գրքի շնորհանդեսով։ Ռուբեն Գրիգորյանի հեղինակած այս գիրքը, որին ընթերցողը վաղուց էր սպասում, նոր հորիզոններ է բացում նրանց համար, ովքեր փնտրում են մարդկության արմատները և փորձում են գտնել իրենց սեփական սկիզբը, ովքեր համարձակվում են ընթանալ հոսանքին հակառակ հանուն ճշմարտության։ Հազարամյա կորսված գիտելիքների վերադարձը մեր իրականություն խոստանում է կարևոր էջ դառնալ մեր մշակութային կյանքում։ Եթե քո թշնամին հանդգնի մտքով իսկ անցկացնել որևէ չար խորհուրդ քո տան ու զարմի հանդեպ, նախահարցակ եղիր և ջնջիր նրա տոհմն ու շառավիղը Արբատից և ջախջախիր իսպառ նրա տունը մինչև հիմքը և հատակը։ Բարի երեկո, սիրելի հանդիսատես, ուրախ ենք, որ այստեղ եք մեզ հետ միասին արարչական գիտելիքների տարածման առիթով։ Լիահույս ենք, որ այսօրվա հանդիպումը կլինի բովանդակալից և արդյունավետ։ Այս պահը չենք կարող սովորական համարել, քանի որ վերաբերվում է մի գրքի շնորհանդեսի, որն իր բովանդակությամբ բացառիկ է ոչ միայն մեր, այլև ողջ մարդկության համար։ Ժամանակակից հոգեբանները հորդորում են բաց թողնես անցյալդ, կապրես խաղաղ։ Ինչպես բազմաթիվ գիտություններ, այնպես էլ ժամանակակից հոգեբանությունը այսպես ուղղորդում է մարդուն դեպի օտարում ինքն իրենից, իր արմատներից, դարձնելով մեզ մանկուրտների։ Մենք գիտենք, որ ծառն առանց արմատների դատապարտված է չորանալու։ Եկեք միասին բացահայտենք մեր իրական ինքնությունը, հիշենք այն ճանապարհը, որով անցել է մեր ազգը և զգանք մեր արմատների հզորությունը։ Այսպիսով հնարավորություն ունենք ճանաչելու մեր հեռավոր ծնողներին և վերագտնելու մեր կապն Արարչի հետ բառի ուղղակի իմաստով։ Սիրելի հայրենակիցներ, թեև այսօրվա մեր բանախոսները հասցրել են իրենց գործունեությամբ ճանաչելի դառնալ, սակայն շատերին հետաքրքիր է նրանց ով լինելը, անցած ճանապարհն ու կենսագրության որոշ մանրամասներ։ Ուստի կարևոր ենք համարում հակիրճ ներկայացնել նրանց մի փոքր այլ լույսի ներքո, քան ճանաչում են նրանց ունկնդիրները։ Լիլիթ Գյորգիի Մարգարյանը ծնվել է 1967 թվականին Չենաշխարհիկ Բյուրականում, մտավորականների ընտանիքում։ Լիլիթի հայրը սերում է Մարգարյանների այն շնորհաշատ տոհմից, որի ներկայացուցիչներն են Մարո և Բենյամին Մարգարյանները։ Լինելով ուսուցիչ, նա եղել է այն բացառիկ անհատներից, ովքեր կարողանում են միայնակ վերափոխել իրենց միջավայրը, հայոց լեզվի ու գրականության լավ իմացությունը դարձնել կենսակերպ ու առհասարակ արժևորել գիտելիքը։ Մայրը Բյուրեղիկ Պետրոսյանը շնորհաշատ բանաստեղծուհի է և նույնպես լեզվի ու գրականության ուսուցչուհի, 2 բանաստեղծական ժողովածուների հեղինակ։ Լիլիթի նկարչուհի դառնալու մանկական երազանքին գումարվել է արվեստը վերլուծելու և հնարավորինս հիանալի դարձնելու մղումը։ Նա ավարտել է Փանոս Թերլեմեզյանի գեղարվեստական ուսումնարանը, ապա Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության ֆակուլտետը։ 1993 թվականից մինչև 2003 թվականը ապրել է Ռուսաստանի Դաշնությունում։ Այժմ աշխատում է Ասլամազյանի անվան երաժշտական և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի դպրոցներում որպես նկարչության ուսուցչուհի։ Ամուսնացած է, ունի 2 որդի և 1 թոռ։ Լիլիթ Մարգարյանը նաև այսօր ներկայացվող գրքի տեղեկատվության գրի առնողն է և խմբագիրը, ինչի մասին գրքում նշված է ոչ ճշգրիտ տեղում, ինչի համար ձեր ներողամտությունն ենք հայցում։ Գոհար Գրիգորյանը ծնվել է Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ավարտել է կանոնի բաժինը։ Այդ տարիքից ակտիվորեն մասնակցել է ժողովրդական երաժշտության տարածմանը, ունեցել է մի շարք միջազգային շրջագայություններ երաժշտական փառատոների շրջանակներում։ Համագործակցել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական և վաստակավոր արտիստներ երգչուհի Վարդուհի Խաչատրյանի հետ և քամանչայի հետ վարպետ Հրաչյա Մուրադյանի օրթախի հետ։
Իդեպ այսօր կհնչի վարպետի կողմից գրված մի երաժշտական ստեղծագործություն, որը գրվել է Գոհար Գրիգորյանի կատարման համար։ 2012 թվականից մինչև 2025 թվականը Գոհարը բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում։ Ֆինանսական խնդիրները հաղթահարելու նպատակով ստիպված է եղել ժամանակավորապես թողնել հայրենիքը, երաժշտությունը եւ բեմը անցնելով այլ աշխատանքի։ 2015 թվականից բազում դժվարություններ հաղթահարելով հիմնել է սեփական բիզնեսը, որը հաջողությունների է հասել Ռուբեն Գրիգորյանի միջնորդությամբ դիցերին դիմելու արդյունքում։ Գոհար Գրիգորյանի ցանկությամբ այդ աշխատանքները կատարվել են Հայաստանում, օգտակար լինելով 20-ից 30 ընտանիքների։ Այսօր այդ գումարները ներդրվում են այս մեծ նպատակի իրականացման համար։ Մեր ժամանակներում բացարձակ անհավատալի է թվում այդպիսի վարքագիծը, երբ երկար տարիների ընթացքում դժվարության վաստակած գումարը մարդը կարող է ներդնել ոչ թե գումար վաստակելու համար, այլ մեծ համամարտկային համազգային նպատակի իրականացման համար։ Սա է պատճառը, որ Լիլիթի եւ Գոհարի գործունեության ետևում տենդագին, բայց ապարդյուն փնտրվում է որևէ քաղաքական ուժի, կրոնական կազմակերպության կամ ֆինանսական շրջանակների աջակցությունը։ Նրանց թիկունքում երկնայիններն են կանգնած, այս բարձր բեմից թույլ ենք տալիս մեզ միայն ծիծաղելու նման մտայնության վրա, մի կողմից ընկալելի է նման մտածելակերպը, քանի որ որևէ գործողություն ծավալելը անգամ կարծիք հայտնելը ընդունված է միայն հովանավոր քաղաքական ուժի առկայության դեպքում։ Գոհարը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնցից երկուսը կհնչեն այսօր։ Առաջին անգամ նրա կատարմամբ ամուսնացած է, ունի մեկ դուստր, եւ այժմ ես բեմահարթակ եմ հրավիրում Լիլիթ Մարգարյան եւ Գոհար Գրիգորյան։ Բարի երեկո սիրելի համախոհներ, բարեկամներ եւ պարզապես հետաքրքրասեր հայրենակիցներ։ Մեծ պատիվ եւ ուրախություն է ձեզ ողջունել մի դահլիճում, որի պատերը ներծծված են արվեստով, իսկ բեմը բազում երախտավորների է հյուրընկալել։ Սակայն սա նույնպես պատահականություն համարելու իրավունք չունենք, քանի որ նյութն ինչի շուրջ պիտի այսօր կայանա մեր շփումը, վերաբերվելու է մեզ համար շատ կարևոր էակների, տիեզերքում բնակվող դիցերին, նրանց ծնողներին և Սուրբ Սրբոց Արարչին։ Սիրելի ներկաներ, առաջին և ամենակարևոր ուղերձը, որը ցանկանում ենք հղել ձեզ, հետևյալն է. որևէ կրոնի կամ աղանդի հետ որևէ ընդհանրություն չփնտրել, ոչ մեր մեկնաբանություններում, ոչ էլ առավել ևս գրքում, որը առանց ավելորդ անհամեստության կարող ենք համարել առաջին լուրջ քայլը այս տեղեկատվությունը մարդկությանը փոխանցելու գործում։ Այն ամենը, ինչի մասին մենք խոսել եւ դեռ խոսելու ենք, ոչ միայն կրոն չէ, թեև կապ ունի բոլոր կրոնների եւ հավատալիքների ստեղծման հետ, այլև կոչված է բոլորիս համար բացահայտելու մարդկության ծագման ճշմարիտ սկիզբը, միասնական հիմքը, ինչպես նաև գոյության ու հարատևման միասնական նպատակները։ Սակայն սա ամենևին չի խանգարում, որ մեր ազգային խնդիրների լուծումն ու նպատակների իրականացման բանալիները նույնպես փնտրենք այստեղ։ Ավելին, մեր, որպես արարչական գիրն ու լեզուն կրող, երկրագնդի վրա առաջինը ձևավորված ազգի, ինչպես նաև առաջին պետականությունը հիմնադրողի, բացառիկությունը հասկանալի է դառնում, երբ ծանոթանում ենք այս համակարգին։ Այդ բացառիկությունը վերաբերվում է ոչ միայն քաղաքակրթությունների պատմության զարգացման մեջ մեր ներդրումներին, այլև մինչ օրս շարունակվող մեր ազգային ողբերգական ճակատագրին։ Եվ որքան էլ պարադոքս թվա,
այս երկու իրողությունները փոխկապակցված են։ Սիրելի հանդիսատես, մեզ համար համոզված ենք նաև ձեզ, սա անսահման սպասված պահ է, որը վստահաբար իրավունք ունենք պատմական արդարության և տիեզերական ճշմարտության վերականգնման առաջին լուրջ քայլը համարել։ Այն ճշմարտության և արդարության, որը վերաբերվում է մեզանից յուրաքանչյուրին և մեզ բոլորիս։ Համոզված ենք, որ դահլիճում չկա մեկը, ով փոքրիշատե ծանոթ չէ մեր բացահայտումներին, որոնց մասին խոսվել է վերջին 8 ամիսների ընթացքում։ Բազմաթիվ մարդիկ մեզ դիմել են ամենատարբեր հարցադրումներով, որոնց փորձել ենք անդրադառնալ մեր հնարավորությունների սահմաններում։ Այսօր կփորձենք անդրադառնալ առավել հաճախնչած հարցադրումներին, որոնց մեջ առաջնային ենք համարում հետևյալը. երբ ի հայտ կգա այն մարդը, ով մշտապես կապի մեջ է դիցերի հետ։ Սիրելի ներկաներ, այդ մարդը, ով բնականաբար այսօր ներկայացվող գրքի հեղինակն է նաև, այսօր բեմում չի լինի հետևյալ բոլորիս համար հասկանալի և ընդունելի պատճառով։ Բանն այն է, որ նրա բոլոր քայլերն ուղղորդվում և վերահսկվում են ոչ միայն դիցերի, այլև Սուրբ Սրբոց երկրային և երկրային Տեր Արամազդի և նրա կանանց կողմից, և համաձայնեցված են նրանց հետ։ Եվ եթե նրանք նպատակահարմար չեն գտնում Ռուբեն Գրիգորյանի բեմում գտնվելը, ուրեմն այդպես է անհրաժեշտ, անկախ այն բանից, թե դա ինչպիսի տարատեսակ մեկնաբանություններ կունենա։ Բանն այն է, որ երկնայինները մեծ զգուշավորությամբ են վերաբերվում մարդկանց, չվստահելով մեր ագրեսիվ և ավելորդ հուզական վարքագծին։ Առայժմ չբացելով փակագծերը նշենք, որ նրանց զգուշավորությունն ու անվստահությունը մեր նկատմամբ հիմնավորված են։ Սիրելի հանդիսատես, տիեզերական օրինաչափությունները, որքան էլ որ դրանք մեզ անարդար թվան, նրանք անփոփոխ են և արդար։ Պարզապես մեզ համար հիմնականում ընկալելի չէ այդ արդարությունը, քանի որ մենք մեր գործած ամեն փոքր բարիքի համար ակնկալում ենք տիեզերական հավերժական բարօրություն։ Հաճախ արդարամիտ չենք ինքներս մեր նկատմամբ, կամ արդարության սեփական չափանիշներով ենք առաջնորդվում։ Մինչդեռ անփոփոխ մեզ հասած ճշմարտություններից մեկն այն զգուշացումն է, որ կդատվես նույն չափով, ինչով որ կդատես։ Հավատարիմ ենք մենք ազգովի և մեզանից յուրաքանչյուրը մեր նախկին ազնվության, խիզախության, ուժի, հավատարմության, աշխատասիրության, ազատատենչության և արժանապատվության վրա հիմնված արժեհամակարգին։ Դատենք ինքներս։ Եթե այո, ուրեմն արդար չենք ինքներս մեր նկատմամբ։ Իսկ եթե ոչ, ուրեմն էլ ինչ դժգոհելու իրավունք ունենք։ Քավլիցի խոսքը չի վերաբերվում վերջին 2000 տարիների ընթացքում ազգի և պետության համար ճակատագրական այս պահին մինչև վերջ կռիվ տվող այն քչերին, ում թիվը օր կրճատվում է։ Խոսքն այն խորքային թուլությունների մասին է և հնազանդության, որով թույլ ենք տվել, որպեսզի պատվաստեն մեզ։ Բարությունը վեր է ածվել խեղճության, արդարամտությունը անվերջ ներելու թունավոր թմբիրի։ Այսպիսով, միլիոնավոր տարիներ առաջ հայկյան առաջին պետություն կերտած ազգն այսօր կանգնած է ոչնչացման եզրին։ Իսկ նրա զավակները, կորցրած իրենց առաքելության գիտակցումն ու պայքարի ոգին, կամ անտարբերությամբ քարշ են տալիս իրենց գոյությունը, կամ փրկության հույսը դնում որևէ գերտերության վրա, կամ էլ մեկի, որ ընդամենը ով հորինված անուն է, և ոչ երբեք արարիչ է և ոչ էլ գոնե դից։ Սիրելի ներկաներ,
Կարևորագույն գաղափարներից մեկը, ինչին կրկին ու կրկին պարտավոր ենք անդրադառնալ, մեր հոգու եւ հոգու եւ մարմնի համատեղ վարկանիշն է, որն այս պահին մենք թույլ կտանք մեզ պայմանականորեն ուղղակի վարկանիշ կոչել։ Սա այն առանցքն է, ինչի շուրջ պտտվում են վերամարմնավորման, հոգու փրկության կամ ոչնչացման, անմահության հասնելու, դիցերի կողմից պաշտպանության արժանանալու, կատարելության անվերջ ձգտման եւ այլ երևույթների մասին ունեցած մեր գիտելիքները։ Սա նաեւ ճշմարտությունը բացահայտող այն բանալիներից է, որը բացառում է սեփական մեղքերի դիմաց պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը, այն մեկ ուրիշի վրա թողնելու հեռանկարով։ Վարկանիշի վերաբերյալ բավարար ինֆորմացիա կա գրքում, բայց կուզեի եւս մի անգամ հնչեցնել նրա կարևորության մասին։ Մեծ առումով այն Սուրբ Սրբոց Արարչի կողմից մեզ տրվող գնահատականն է, որը ձևավորվում է մեր հոգու, ոգու, ֆիզիկական մարմնի համատեղ փոխադարձ ազդեցությունների արդյունքում ձևավորվող գործունեության համար։ Թերացել ենք մարդ լինելու մեր առաքելության մեջ, ուրեմն պետք է պատրաստ լինենք կամ ուղղել մեր սխալները, եթե դա հնարավոր է, կամ էլ պատասխանատվություն կրելու արժանի ձևով։ Երրորդ տարբերակ տիեզերական օրենքներում գոյություն չունի։ Այս է պատճառը, որ մարդկային օրենքները հիմնված կրոնական հորինված դրույթների վրա ի վերջո բերում են փակ ուղու, ապա հասարակության քայքայմանն ու կործանմանը։ Հարգելի ներկաներ, կուզեի որպես վարկանիշի վերաբերվող թեմաներից մեկի շարունակություն խոսել մեզ համար առավել հաճախ տված մեկ հարցի շուրջ, ինչին մասամբ անդրադարձել ենք մեր եթերներից մեկում։ Ինչու հենց հիմա երկնայինները որոշեցին տալ մարդկության այս գիտելիքները։ Արդյոք մեզ եւ ողջ մարդկությանը սպառնացող վերահաս վտանգներն են միայն պատճառը, կամ մարդկության մի մեծ հատվածի պիղծ եւ անմարդկային վարքագիծը, որը կարող էր հանգեցնել նոր ջրհեղեղի կամ քաղաքակրթությանը սպառնացող մեկ այլ աղետի։ Պարզվում է, որ այս նախապայմանները բավարար չեն։ Արարչական գիտելիքների փոխանցման համար պարտադիր պայման է բարձր վարկանիշով այնպիսի մարդու գոյությունը, ով կհամաձայնվի ստանձնել այն ծանր եւ պատասխանատու գործը։ Սուրբ Հուդայի հեռանալուց հետո մարդկությունն անցել է միլիոնավոր կյանքեր խլած համաճարակների, սովամահության, ցեղասպանությունների եւ այսպես ասված սառցե փոքր դարաշրջանների միջով։ Սակայն այս ընթացքում տիեզերքից մեզ հասած որևէ ուղերձ հայտնի չէ։ Քանի որ, ինչպես արդեն ասվել է, 14-րդ քաղաքակրթությունից հետո նման բարձր վարկանիշով մարդ պարզապես գոյություն չի ունեցել։ Թերևս միայն Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր տիրուհիներ Արամազդի եւ Անահիդայի որդին էր, ով տիեզերքում ծնված լինելով երկրի վրա գործունեություն ծավալեց։ Մնացած բոլորը, ովքեր դարձել են կրոնների հիմնադիր, եղել են մարդիկ, այլ ոչ դիցեր։ Եվ տարածել են ոչ թե ուսմունք, այլ արարչական գիտելիքներից որոշակիորեն շեղված կրոնական հավատալիքներ։ Մենք ձեզ հետ այն բախտավորներից ենք, ովքեր ապրում են Ռուբեն Գրիգորյանի հետ նույն ժամանակներում, այն առումով, որ կարող ենք տեղեկանալ այս գիտելիքներին։ Սիրելի հանդիսատես, մեր վերջին եթերի ժամանակ արված հայտարարությանը, որ կարող եք նախապես ուղարկել ձեր հարցերը, որոնցից 20-ին խոստացանք պատասխանել այս միջոցառման ժամանակ, արձագանքեցին քչերը, թեև անհատական շփումների ժամանակ անթիվ հարցերի մասին են խոսում։ Ինչևէ, ահա բացառիկ մի հարց, որ շատերին կարող է հետաքրքրել։ Ինչու են մարդիկ որոշակի իրավիճակներում խոսում մի լեզվով, որին չեն տիրապետում։
Պարզվում է, որ օտար լեզուներով խոսելու իրողությունը գոյություն ունի եւ մեր եւ հակառակորդ կողմում։ Եվ կարող է դրսևորվել քնած, արթուն եւ երրորդ վիճակում։ Այստեղ մի փոքր բաց անեմ փակագծերը, թե ինչ է իրենից ներկայացնում երրորդ վիճակը։ Հիշեցնեմ։ Երրորդ վիճակը իր մեջ պարունակում է 6 աստիճաններ, որոնցից առաջինում մենք գրեթե արթուն ենք, իսկ վերջինում գրեթե քնած, բայց պատրաստակամ կատարելու բոլոր այն հրահանգները, որը որ կտրվի մեզ տիեզերքից։ Անհրաժեշտ պահին Սուրբ երազ եւ Սուրբ երաս դիցերը կապ են հաստատում մեր հոգիների հետ, որոնց միջոցով ակտիվացնում են երկրորդ չակրան։ Այս չակրայի գործունեությունն, ինչպես գիտենք, մասամբ արգելափակվում է մարդու ծնվելուց անմիջապես հետո։ Այստեղ նույնպես մի փոքր բաց անեմ փակագծերը։ Սովորաբար մենք ծանոթ ենք 7 չակրաների, այնինչ նրանք իրականում 8-ն են։ Երկրորդի գոյության մասին մենք իրականում չգիտենք, քանի որ այն արգելափակվում է դիցերի կողմից։ Եթե մեզ մոտ բացվի երկրորդ չակրան, մենք կկարողանանք տեսնել մարդկանց, կենդանիների աուրաները, հոգիները, դիցերին եւ հիշել մեր նախկին կյանքերը։ Դրա ակտիվացմամբ մեր հիշողության մեջ ժամանակավորապես վերականգնվում է նախորդ կյանքերից մեկում մեր տիրապիտած լեզուներից մեկը։ Այդ լեզվով տրվում է մեզ անհրաժեշտ որոշակի ինֆորմացիա, որով մենք ուղղորդվում ենք հետագա կյանքում, որի մասին սակայն մենք ստույգ ոչինչ իմանալ չենք կարող։ Նույն կերպ ինֆորմացիան տալուց հետո երկրորդ չակրան պասիվացվում է։ Աղանդավորական տարբեր հավաքների ընթացքում կիրառվող այս երևույթը ուղղորդող Սուրբ երազն ու երասը այն օգտագործում են որպես հոգուտ մարդկանց անհատական ծրագրերի վրա ազդելու միջոց։ Մեր կողմում կիրառվելու պարագայում մարդու ծրագիրը ուղղորդվում է հանրօգուտ ու կարևոր որևէ գործի իրականացմանը։ Այսինքն գործում է միևնույն երևույթը, սակայն կիրառվում է այլ նպատակներով։ Մեր կողմում մեծ նպատակներ են դրվում ծրագրային փոփոխության մեջ, հակառակորդ կողմում զուտ անհատական, որպեսզի կոնկրետ մարդուն հնարավորություն տան հեռու մնալ ծրագրի շեղումներից, որ արդեն նա կայանում է, գտնվում է այդ ոլորտում, քանի որ արդեն ներառված է որևէ աղանդի մեջ։ Սուրբ Հուդայի իր աշակերտներին տված գիտելիքներից մեկը վերաբերվում է երկրորդ չակրայի ինքնուրույն ակտիվացնելու կարողությանը, ինչին նրանք տիրապետել են ուսուցչի հեռանալուց հետո ևս 77 տարի եւ այդ միջոցով կարողացել են կապ հաստատել նրա հետ։ Հետագայում այդ գիտելիքը կորել է կամ ավելի ճիշտ վերցվել է մեզնից։ Հաջորդ եւ շատ կարևոր հարցը, որ հաճախ տրվել է մեզ, մարդկային ոգուն է վերաբերվում։ Գրքում տեղ գծած պատասխանը թերի է եւ ավելի շատ վերաբերվում է ոգու դրսևորմանը, քան թե ոգուն։ Ինչևէ, սիրելի ընթերցողներ, ահա եւս մի վկայություն այն բանի վերաբերյալ, թե որքան բարդ եւ դժվար աշխատանքի արդյունքում է տրվում մեզ այս գիտելիքները։ Բանն այն է, որ մեր բաղադրության 4 մասերի վերաբերյալ տեղեկության հաստատումից հետո այլևս պարզ է դառնում, որ ոգին որպես 5-րդ բաղադրիչ չէինք կարող դիտարկել։ Ուստի այլ տեղ էինք փնտրում ճշմարիտ պատասխանը, սակայն ահա թե ինչ բացահայտվեց։ Ոգին մեզ է տրվում ջերմության հետ միասին, այդ պատճառով էլ չի համարվում որպես 5-րդ առանցին բաղադրիչ։ Այն մազի բարակության 2.5 սանտիմետր երկարությամբ ամուր, բայց շատ ճկուն նյութական մասնիկ է, որը ջերմության հետ մտնելով սաղմի գանգի մեջ տեղակայվում է ողն ուղեղի եւ գլխ ուղեղի միացման տեղում, կապվելով առաջին ողի հետ։
Հիշեցնեմ, որ ջերմությունը Արարչի կողմից մեզ տրվող էներգիան է, որը մեզ ծառայում է 1600 տարի։ Բայց քանի որ մենք կորցրել ենք անմահությունը, բնականաբար մարդու մահվանից հետո ջերմությունը վերադառնում է այդ ոգու հետ միասին Արարչին։ Ինչպես մոտավորապես պարզ դարձավ, ոգին մեր մեջ տեղադրվող չիպն է, որը կրում է մեր ամբողջ հուզական աշխարհի մասին ինֆորմացիան։ Ոգին սնվում է ջերմությունից, կապված է մեր բոլոր զգայարանների, ինչպես նաև մագնիսական դաշտի հետ, եւ ակտիվանում է դրանց ազդեցությամբ։ Դրանք էլ իրենց հերթին ակտիվանում են արտաքին գործոնների ազդեցությամբ։ Ոգին, ինչպես եւ հոգին, կապված է բոլոր 7 չակրաների հետ, բացի երկրորդից։ Հոգին ունի 2 տեսողական եւ լսողական զգայարան։ Սուրբ Սրբոց Արարչի կողմից հոգու ոչնչացման պարագայում ոչնչացվում է նաև ոգին։ Ոգին մեր բոլոր կյանքերում ունեցած հուզական աշխարհի մասին ինֆորմացիան պահպանող եւ ոչ թե այն կառավարող օրգանն է, մինչդեռ ֆիզիկական մարմնի գործունեության մասին ինֆորմացիան պահպանում է հոգին։ Բանականությունը ենթակա է եւ հոգուն եւ ոգուն, նայած այն բանին, թե տվյալ պահին այն ում է միանում, այսինքն հուզական աշխարհն է գերիշխող, թե տրամաբանական։ Հարգելի ներկաներ, այս պահին մի քանի մանրամասներ այսօր ներկայացվող գրքի հեղինակի կենսագրությունից։ Մարդը, ով մշտական կապի մեջ է 4-ից 6 դիցերի հետ, եւ ում միջոցով մեզ են հասել այս տեղեկությունները, Ռուբեն Սայենի Գրիգորյանն է։ Ծնված 1956 թվականի մայիսի 5-ին Արտաշատում։ Թե ինչու հենց նա է հայտնվել տիեզերք մարդկություն հարաբերությունների վերագործարկման այս հանգույցի կենտրոնում, ունի իր հստակ պատճառները, որոնք հարկ է ներկայացնել ձեր ուշադրությանը։ Արդեն հավանաբար տեղյակ եք, որ մեր քաղաքակրթությունը 20-րդն է, իսկ 14-րդ քաղաքակրթությունից հետո ոչ ոքի չի հաջողվել հասնել ֆիզիկական անմահության։ Նախորդ 14-րդ քաղաքակրթությունների ընթացքում դա հաջողվել է 1477 հոգու, իսկ մեր քաղաքակրթության առաջին մարդը, ում դա հաջողվել է, Ռուբեն Գրիգորյանն է։ Արդեն մեր տեսանյութերից հավանաբար տեղյակ եք, որ նրա հոգու նախորդ 2 վերամարմնավորումները եղել են Արտաշես առաջինն ու Պետրոս Ադամյանը։ Նախորդ կյանքից բերած անհավանական բարձր 92.2% հոգու եւ մարմնի համատեղ վարկանիշը դարձել է պատճառ երկնավորների տեսադաշտում հայտնվելու համար։ Իսկ որդու առողջական խնդիրները անմիջական շփման առիթ։ Կարծում եմ բնական է մի փոքր հուզմունքը։ Նա այն բացառիկ անհատն է, ով համարձակվել է իր վրա վերցնել մարդկությանը տիեզերքի գիտելիքները փոխանցելու առաքելությունը։ Իրականում թեկնածուները եղել են մի քանիսը, ովքեր սակայն չեն ունեցել այն համարձակությունն ու գործի կարևորության գիտակցումը, որը ունեցավ Ռուբեն Գրիգորյանը։ Նա ամուսնացած է, ունի 4 երեխա եւ 5 թոռ։ Սիրելի հայրենակիցներ, պատասխանենք հաճախ հնչող մի այլ հարցի ևս, որը ոչ այնքան հարց է, որքան 2 մասից կազմված անհիմն մեղադրանք պնդում, որը հետևյալն է. հեշտ է փրկիչ ձևանալ եւ
խոսելն անիմաստ է, պետք է գործ անել։ Նախ ամենևին հեշտ չէ անել այն, ինչ մենք անում ենք, եւ որ ավելի կարևոր է հասկանալ, փրկչի սпасել չի կարելի։ Այս միտքը շատ ենք շեշտել մեր եթերներում, որ մեր ընդհանուր հաղթանակն ու բարօրությունը միայն մենք պիտի կերտենք, իսկ դա հնարավոր է միայն մեր անհատական վերափոխման պարագայում։ Միայն այդ դեպքում մեր մենքը կարող է բավարար չափով հզոր լինել։ Մենք կրկին գալիս ենք նույն կետին չուզենալով առերեսվել մեր թուլության պատճառների հետ։ Իսկ մարդկային թուլությունները պատճառ են դարձել տգիտության, ինչն էլ իր հերթին տարբեր մակարդակներում կարող է պատճառ դառնալ անհատի, ընտանիքի, պետության, ի վերջո ողջ քաղաքակրթության ոչնչացման համար։ Մեր խոսքը այսօր խրատական քարոզի չվերածելու համար պիտի փորձենք կարճ խոսել այն ամենաառանցքային դրույթների մասին, որոնք ընկած են այս արժեհամակարգի հիմքում։ Առաջին, արարչագործության նպատակը տիեզերքը կատարելության հասցնելն է։ Այստեղ պիտի նշեմ, որ երրորդություն տիեզերքում գոյություն չունի, ոչ որպես արարող ուժ, ոչ որպես արարչագործության նախապայման։ Երկրորդ, մարդն արարվել է անմահ, սակայն սեփական սխալների եւ մեղքերի հետևանքով ձեռք բերած մահը հաղթահարելու հնարավորություն Սուրբ Սրբոց արարիչն այնուամենայնիվ նախատեսել է։ Երրորդ, արարիչը տվել է մարդուն պատվիրաններ, իհարկե ոչ նրանք, որ հայտնի են Աստվածաշնչից, եւ դրանք պահելու ու կիրառելու գործիքակազմը, մարմինը, հոգին, ջերմությունը ոգու հետ միասին եւ աուրան։ Չորրորդ, մեզ դեպի կատարելություն մղելու համար տվել է մեզ անհատական ծրագիր, որը քաղաքակրթական մեծ ծրագրի մի մասն է կազմում։ Այստեղ հիշեցնեմ, իդեպ, մեր անհատական ծրագրերը գրվում են հալտ եւ խալտ եղբայրների կողմից, ում անունները թյուրիմացաբար նույնացվել են։ Հավելեմ, սիրելի Գոհար, որ մեր քաղաքակրթական ծրագիրը գրվել է մեր Հայկ Դիցի կողմից։ Անցնենք առաջ։ 5-րդ, սահմանել է վարկանիշ, որով ուղղորդում է մեզ դեպի կատարելություն ու անմահություն, ինչպես նաև իսպառ կարող է ոչնչացնել մեզ տիեզերքից, եթե մենք դրան ենք արժանանում։ Եվ վերջապես սահմանել է տիեզերական աստիճանակարգն այնքան կատարյալ եւ ներդաշնակ, որ դրա ամեն օղակում հնարավոր է պահպանել հենց Սուրբ Սրբոց արարչի կողմից սահմանված կամքի անխախտելի ազատությունն ու միաժամանակ ապրել հոգուտ մարդու սահմանված ծրագրի շրջանակներում։ Սակայն ցավոք հնարավոր է դեռ չի նշանակում այդպես է։ Մարդը հիմնականում շարունակում է մնալ իր թուլությունների գերին եւ միաժամանակ անverջ արդարացումներ փնտրում իր կործանարար քայլերի համար։ Ձեզնից շատերը կարող են առարկել, թե մոլախաղերի, ալկոհոլիզմի, թմրամոլության եւ այլ արատների, արատավոր բարքերի տարածման համար պատասխանատու է իշխանությունը։ Անշուշտ այդպես է, բայց յուրաքանչյուրս պատասխան պիտի տանք մեր չափով։ Իսկ որքան շատ բան իմանան այսօրվա երիտասարդները այս ամենի վերաբերյալ, այնքան ավելի բարձր կլինի նրանց անձնական պատասխանատվության մակարդակը։ Այսօրվա երիտասարդը պետք է իմանա բարձր վարկանիշ ունենալու եւ դիցերի պաշտպանությանն արժանանալու հնարավորությունից մինչեւ մեռնելուց հետո հոգու եւ ոգու իսպառ ոչնչացում իրական հնարավորության մասին։ Սիրելի ներկաներ, թույլ տվեք ձեզ ոչ թե հետևորդներ, այլ համախոհներ համարել։ Քանզի պետք է հետևել ոչ թե մեզ, այլ տիեզերական ճշմարիտ պատվիրաններին։
Պետք է օգնություն խնդրել ոչ թե մեզանից, այլ անմիջապես Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր տիրուհիներից, դիցերից եւ բացառիկ դեպքերում Արարչից։ Առաջնորդվեք ոչ թե կրոնական դոգմաներով, այլ սթափ բանականությամբ։ Կա արդյոք փոքրիշատե տրամաբանական պատասխան այն հարցին, թե ուր անհետացան ազգային մեր տեսակին, ապա պետությանը 12.500 տարի շարունակ հզոր պահած դիցերը, ում մարդկանց այդ շփումների մասին բազում ուղղակի եւ անուղղակի վկայություններ են պահպանվել հնագույն աղբյուրներից միջև Ագաթան Գեղոս եւ Խորենացի։ Բարեբախտաբար շումերագիտությունը, որ նոր հիմքերի վրա է դրվում մի քանի նվիրյալների ջանքերով, դեռ նոր բացահայտումներ պիտի անի մեզ համար։ Սակայն նույնիսկ մեր ամենահայտնի հետազոտողների բացահայտումներն ի վերջո մնում են կիսատ ու մտնում են փակուղի, քանի որ կորած են այն բանալիները, որ թույլ կտան մեզ հասկանալ մեր անցյալն ու ճիշտ ճանապարհով ընթանալ առաջ։ Մի վառ օրինակ բերեմ այս առթիվ, որը վերաբերվում է Տիգրիս ու Եփրատ անվանումներին։ Ինչ են սրանք, համաստեղությունների, դիցերի, թե գետերի անուններ, իսկ գուցե բոլորը միասին։ Բանից պարզվում է, որ բոլորը միասին, սակայն նաև հերթով։ Նախ միանգամից նշենք, որ այս անուններից ոչ մեկը արաբաթուրքական ծագում չունի եւ անցնենք առաջ։ Սուրբ Սրբոց Արարչի կողմից նախ արարվել են Տիգրիս եւ Եփրատ համաստեղությունները։ Ապա մարդու արարումից հետո, այսինքն երբ վաղուց արարված էին երկրագնդի բոլոր գետերը, ծովերը եւ այլն, դրանց անվանումներ տալու նպատակով Արարիչը գործածել է միևնույն անվանումները։ Եվ այս ամենից հետո, չգիտենք ստույգ որքան ժամանակ անց, այդ անուններով անվանակոչվել են երկու դիցեր, որոնցից Եփրատը Արամազդի եւ Անահիդայի որդին է, իսկ Տիգրիսը Արամազդի թոռներից մեկը։ Այժմ սիրով Հարգելի ներկաներ, առաջարկում եմ այս պահին մեր հանդիպումն ընդմիջել երկու գեղեցիկ երաժշտական կատարմամբ, որից առաջինը կկատարի մենակատար, տաղանդավոր մեծատաղանդ երաժիշտ, թավ ջութակահար, երաժշտական գործիքների ստեղծման եւ վերանորոգման մեծ վարպետ Մանուկ Հարությունյանը։ Իսկ հաջորդ կատարումը իմ հեղինակային ստեղծագործությունն է, որն անվանել եմ Սիրո հույզեր։ Այժմ բեմ եմ ուզում հրավիրել իմ երաժիշտ ընկերներին Մանուկ Հարությունյանին եւ Դավիթ Օհանյանին, ով նույնպես կնվագակցի մեզ գեղեցիկ դուդուկով։ Մի բան նոր վազելով, որ բարձրանում էի, ճիշտ ասած, այն առաջի սիրո երգի մեջ հիշեցի, որ Խորեն Աբրահամյանն ասում է, ոնց որ առաջի անգամ բեմ դուրս գամ, որտեվ 30 տարի առաջ, երբ որ հլա անկախ չէինք, շաբաթը 2 համերգ եմ ստեղ ունեցել, այն ժամանակ ժողովրդիկների պետական նվագախմբով ու անդադ որ ներս էի մտել, ամեն կետը հիշում եմ, էլի։ Հենց ապրումներ ունեցա բավականին ու չգիտեմ, ոնց որ այսօրվանից մի հատ նոր վերածնունդ է սկսվում, ինձ թվում է, նոր անկախության վերածնունդ, Աստվածը, որ լավը կատարվի, ես մենակ էդ եմ ուզում, բոլորիս համար, դրա համար փորձեմ իմ ստեղծած այս ջութով, մանջութով, այսօր մի քանի հնչուն, ես կամ էլ ճիշտ, հնչուն թողնեմ նախաշրջանից մեր, մի գութաներքով կսկսենք, այդպես, ես կամ
Սիրելի ներկաներ, ինձ վիճակված է մի շատ կարևոր բառի մեկնաբանություն ձեզ ներկայացնել, ինչի արդիվ բազմաթիվ առարկություններ ենք լսում, մի փոքր հասկանալի դարձնելու համար մեր ընտրած բառը խնդրեմ։ Սիրելի հանդիսատես, ինձ վիճակված է ձեր ուշադրությանը ներկայացնել մի պարզաբանում, ինչից հետո կարծում եմ մեր շարքերն ավելի կհամախմբվեն, իսկ տարաձայնությունները ավելի կքիչանան։ Խոսքը հեթանոս բառին է վերաբերվում։ Զուտ պայմանական այս եզրույթով անվանված արժեհամակարգը ոմանց կողմից կոչվում է արիականություն, ոմանց կողմից արևապաշտություն կամ հնագույն հավատալիքներ, ոմանց կողմից էլ հեթանոսություն։ Սիրելի ներկաներ, այս բառերից ոչ մեկը լիարժեքորեն չի արտահայտում այս համակարգի բովանդակությունը, քանի որ ամբողջականի մի փոքր մասին է վերաբերվում։ Եվ հնագույն ժամանակներում, երբ մարդն ամենօրյա շփման մեջ էր երկնայինների հետ, և չկային կրոններ ու կուսակցություններ, մարդիկ կարիք չունեին իրենց կյանքին որևէ որակում տալու կամ որևէ կերպ իրենց ապրածը բնութագրելու համար։ Դա բնականon կյանք էր արարչական օրենքների վրա ամուր հիմնված։ Այժմ թույլ տվեք ներկայացնել մեր գեղեցկուհի հաղորդավարին Լիա Բախշյան Վահագնի ծնունդը։ Կարող եք նաև միանալ դուք։ Երկներ երկին, երկներ երկիր, երկներ և ծովն ծիրանի, երկնի ծովուն ուներ, և սկարմրիկն եղեգնիկ։ Ընդեղեգան փող ծուխ ելաներ, ընդեղեգան փող բոց ելաներ, և ի բոցոյն վազեր խարտյաշ պատանեկիկ։ Նահուր հեր ուներ, բոց ուներ մորուս, և աչկունքն էին արեգակունք։ Այժմ փորձեմ հակիրճ ներկայացնել Վահագնի ծնունդը ասքի վերաբերյալ որոշ բացահայտումներ։ Նախ մեզ է հասել մի փոքրիկ պատառիկ, հավանաբար պոեմ հիշեցնող մի ստեղծագործությունից, որը գրվել է ոչ թե մեր, այլ նախորդ քաղաքակրթության ընթացքում։ 18-ամյա Վահագն Դիցի երկիր առաջին անգամ ժամանելու առթիվ։ Դա տեղի է ունեցել նախորդ քաղաքակրթության 15615 թվականին։ Նկարագրվածը վերաբերվում է 100-ից ավելի թռչող սարքերի ուղեկցությամբ Վահագնի ժամանմանը, որը տեղի ունեցել Սև ծովի ափամերձ տարածքում։ Ծիրանի ծով արտահայտությունը վերաբերվում է ոչ թե երկնքին, ինչի վերաբերյալ առանձին շեշտվում է երկներ երկին, այլ թռչող սարքերի լույսերի արտացոլումից բոցավառվող ծովին։ Այսքանը Վահագնի ծննդի վերաբերյալ։ Այժմ, սիրելի ներկաներ, ամենևին նպատակ չունենք ամեն կերպ արդարացնելու հեթանոսությունը իր մեզ հասած բովանդակությամբ, քանի որ քիչ բան գիտենք դրա մասին։ Այլապես այսօր այսքան հակասական ու տենդագին չէին լինի մեր արմատների որոնումները տարբեր խմբերի ու անհատների կողմից։ Քավլիցի, որևէ միտում չունենք արժեզրկելու մարդկանց տարիներ շարունակ կատարած աշխատանքը, բայց ստիպված ենք ընդունել, որ մինչ օրս ուսումնասիրողների կողմից ստեղծված որևէ լիարժեք ու հիմնարար աշխատություն հայտնի չէ։ Իսկ հայտնի չէ, քանի որ եղած աղբյուրները բավարար չեն նման աշխատություն ունենալու համար, իսկ ենթադրությունները տանում են փակուղի։ Որպես հետևանք ունեցել ենք հեթանոսության մասին մոտավոր ընկալումներ և այդ մոտավորի
կամայական մեկնաբանման վրա հիմնված մշակույթի ստեղծման փորձ։ Եվ այնուամենայնիվ Դանիել Վարուժանի որոշ ստեղծագործություններ արտահայտում են հեթանոսության իսկական ոգին, որը նաև համապարփակ օրհներգության, առատության, ծիլ ու ծաղկի, բերկրության, սիրերգության մաղթանքն է աշխարհի 4 կողմերին։ Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թողլա, ոչ արյուններ, քրտինք հոսին լայն երակին մեջակոսին, ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի, օրհներգություն թողլա։ Արևմտյան կողմն աշխարհի բերիություն թողլա, ամեն աստղեցող կայլակի ու ամեն հասկ ձուլևոսկի, եւ ոչխարներն երբ սարին վրա արածին, ծիլ ու ծաղիկ թողլա։ Հյուսիսային կողմն աշխարհի առատություն թողլա, ոսկի ծովուն մեջ ցորյանին հավետ լողա թող գերանդին, ու լայն ամբարն աղուններում երբ բացվի, բերկրություն թողլա։ Հարավային կողմն աշխարհի պտղաբերում թողլա, ծաղկի մեղրը փեթակներում, հորդի գինին բաժակներում, ու երբ թխեն հարսերը հացը բարի, սիրերգություն թողլա։ Սիրելի հայրենակիցներ, այս միջոցառումն իր բովանդակությամբ եւ ձևաչափով հավանաբար տարբերվում է ընդունված բոլոր միջոցառումների բոլոր տարբերակներից։ Մեր նպատակները համախոհների հետ հանդիպումն ու գիրքը ընթերցողին հանձնելն էր, ինչը համարում ենք իրականացված։ Իսկ գլխավոր նպատակը, որքան էլ որ ոմանց դա անհնարին թվա, յուրաքանչյուր հայի այս գիտելիքները հասցնելն է, ինչի հաջող իրականացման մեջ չնչին անգամ կասկած չունենք։ Միևնույն համոզմունքին են այն բոլոր մարդիկ, ովքեր կարողացել են ըմբռնել մեր ստացած բացահայտումների գլխավոր բոլոր դրույթները, դիմել և ստացել են օգնություն ամենատարբեր բնագավառներում։ Ցավոք հեթանոսության վերաբերյալ թյուր և վարկաբեկող բամբասանքի մակարդակի անհիմն կարծիքները նորություն չեն։ Անտեսելով դրանց հավելենք, որի տարբերություն մեզ այս արժեհամակարգի կրողները բացարձակ անհանդուրժող են մեղավորի և հանցագործի հանդեպ։ Իսկ նման հասարակությունը անհամեմատ ավելի առողջ է ու հեշտ դիմակայող բոլոր տեսակի արհավիրքներին ու անարդարությանը։ Գիտի հաղթել թշնամուն նրան անիմաստ որակումներ չվերագրելով, ներքին կամ արտաքին, քանզի խոսքը պարզապես մեր տեսակի գոյությանը վերաբերվող սպառնալիքների մասին է։ Սիրելի համախոհներ, մենք այս գրքում չենք հավակնում տալ բոլոր հարցերի պատասխանները, բայց բոլոր այն պատասխանները, որ ստացել ենք մեր հարցադրումների արդյունքում, հստակ ուրվագծել են մի համակարգ, որի բոլոր մասերը փոխկապակցված են, կատարելապես լրացնում են մեկը մյուսին և կիրառման պարագայում չակերտավոր հրաշքների են ականատես լինում, որոնք իրականում հրաշքի հետ ոչ մի առնչություն չունեն։ Դրանք մեզ առայժմ անհայտ գիտությունների կիրառման արդյունք են։ Այդ գիտելիքները առայժմ մեզ չեն վերադարձվում այն պարզ պատճառով, որ ինչպես արդեն նշեցինք, նրանք մեզ ավելի լավ են ճանաչում, քան ինքներս մեզ։ Չարամտության և ագրեսիայի այս մակարդակում գիտության բոլոր նվաճումներն իջարս կգործադրվեն, ինչին ամեն օր ականատես ենք լինում զենքերի և արհեստական բանականության կատարելագործման ոլորտում։ Մարդկությունն ամեն օր քայլ է անում ոչ թե մարդու բարօրության, այլ տոտալ
այլ դեպի տոտալ վերահսկում ստրկացման հեռանկարով։ Այնինչ ինչպես հաստատում են երկնայինները, մոլորակի ռեսուրսներն ավելի քան բավարար են համընդհանուր բարեկեցության ապահովման համար։ Այս օրերին մեզ հաճախ ուղղված հարցադրումները վերաբերվում են նաև զատիկին ու պահքին։ Սիրելի հայրենակիցներ, սկսենք տոնից, որն այդ անվանումը չի ունեցել եւ առհասարակ զատիկ անունով տոն հայկական իրականության մեջ գոյություն չի ունեցել։ Թե ինչպես է կոչվել տոնը, մենք պարզել չկարողացանք, քանի որ տարբերակներ չունեինք։ Միանգամից ասեմ, որ ծաղկազարդ նույնպես չի եղել։ Ելնելով տոնի բովանդակությունից, դիցերը համաձայնեցին այդ տոնը պայմանականորեն անվանել վերազարթոնքի օր։ Այն առաջին անգամ նշվել է 9875 տարի առաջ, մեր տոմարով մարտի 19-ին, որը եղել է գարնանային գիշերահավասարի օրը, ինչը այսօր համապատասխանում է մարտի 21-ին։ Այդ օրը ջրհեղեղից հետո առաջին անգամ դիցերը այցելել են փրկված մարդկանց, իրենց աջակցությունը ցույց տալու նպատակով։ Այդ առիթով մեծ տոնախմբություն է կազմակերպվել, ինչը կրկնվել է ամեն հաջորդ տարի այդ օրը։ Հյուրասիրության համար կենդանիների մորթ չի եղել, տոնական սեղաններին դրվել են գույնս գույն ներկված հավկիթներ, ձուկ, կանաչեղեն, գինի։ Այս տոնական ուտեստները պահպանվել են մինչ օրս, իսկ ինչ վերաբերվում է պահքին կամ ծոմապահությանը, ապա հեթանոսության ժամանակաշրջանում նման բան չի եղել։ Պահքը ինքնին համարվում է սթրես օրգանիզմի համար, եւ այն կարող է կիրառվել միմիայն բժշկի ցուցումով կոնկրետ հիվանդության բուժման համար։ Իսկ որպես մեղքերի թողություն առհասարակ անընդունելի է, քանի որ, ինչպես գիտենք, մեղքերի թողության միակ պայմանը դրանց ուղղումն է կամ էլ պատիժը։ Սիրելի ներկաներ, եզրափակելով մեր այսօրվա երեկոն ձեզնից ոմանց փոխարեն հնչեցնենք եւս մի հարց։ Իսկ ինչ իմանանք, որ դուք ճիշտ եք ասում։ Այստեղ մնում է կրկին համադրել անցյալն ու ներկան, համարձակություն ունենալ ոչ միայն իրերն իրենց անունով կոչելու, այլև ազատագրվելու բոլոր նախապաշարմունքներից ու վախերից, որոնց մեր ընդդիմախոսները առաքինություն կարող են կոչել կամ էլ համեստություն։ Բավական է մի հետադարձ հայացքով նայել մեր վերջին 2000 տարվա ճակատագրին, մեր պետության նախկին ու ներկա քարտեզներին, մեր այսօրվան։ Գուցե դրա համար էլ է պետք բավարար համարձակություն, դա արդեն թող որոշի ձեզնից յուրաքանչյուրը։ Մնացածը գրքում, ինչպես նաև մեր ապագա եթերներում։ Սիրելի հանդիսատես, այս պահին ուզում եմ հնչեցնել մի անուն, ով իր կարևոր ներդրումն է ունեցել մեր խմբի ստեղծման գործում։ Խոսքը պատմաբան եւ լեզվաբան Մովսես Նաջարյանի մասին է, ով առողջական խնդիրների պատճառով այսօր բացակայում է, բոլորիս անունից առողջություն մաղթենք նրան եւ սիրով բեմ հրավիրենք անվանի վաստակաշատ պատմաբան Անժելա Տերյանին, համեցեք տիկին Տերյան։ Ես ուզում եմ ողջունել բոլորիդ, այստեղ գտնվելու համար, նաև գրքի լույս ընծայման համար, նաև պատասխանել այն հարցին, թե ինչու եմ ես այսօր այստեղ։ Այստեղ եմ, որովհետև երբ ես փորձեցի անցյալ տարի 24 թվականին հրատարակել իմ գրքերից մեկը, վերահրատարակել ընթերցողների պահանջով հայոց հնագույն աստվածները, այդ գիրքը արդեն պատրաստ էր
արդեն խոսել էի տպարանում, պետք է տանեի տպագրության, բայց շատ հետաքրքիր ձևով ծանոթացա Լիլիթին եւ Գոհարին։ Եվ այս դեպքում ես հասկացա, որ առայժմ պետք չի տպարան տանել գիրքը եւ իրենց հետ, որտեվ հարցեր կային, որոնց պատասխանները ես այդպես էլ դեռ չէի կարողանում գտնել։ Օրինակ, հարցերից մեկը այս էր. ինչու հայոց լեզվում կա դից եւ Աստված անուններ, ինչու մյուս լեզուներում բոգ, գոտ, այդպես մի անուն ընդհանուր տիեզերական էակների համար, բայց մեզ մոտ ունենք Աստված եւ դից։ Ես սրանց պատասխանները չէի կարողանում հասկանալ։ Այնուհետև հաջորդը Հայկի եւ Բելի պատերազմի մասին։ Ես հասկանում եմ, որ ինչ որ մի բան այն չէ։ Այնուամենայնիվ ակադեմիական ընդունված ձևով ես ներկայացրել եմ դա։ Հաջորդ հարցը, որ ինձ շատ էր հետաքրքրում, Արևմտյան Հայաստանում գտնվող Չաթալ հույուկ բնակավայրը կա, որ հայերեն երկճյուղ սար է նշանակում, այնտեղ կացարանների վրա կան պատկերներ շատ հետաքրքիր, դրանք 6-7 տարվա, նույնիսկ ավելի 8000 տարվա պատկերներ են, որոնցից մեկը ինձ շատ էր հետաքրքրում։ Այնտեղ երկու աշտարակներ կային, ես դրանք չէի հասկանում, ինչի համար են, ինչ իմաստ ունեն դրանք։ Էլի հարցեր կային այդպես, եւ ահա Լիլիթի եւ Գոհարի հետ, իհարկե Ռուբեն Գրիգորյանի օգնությամբ նաեւ կարողացա ինչ-որ պարզաբանումներ ունենալ։ Օրինակ, շատ հետաքրքիր էր ինձ համար, որ մենք ունենք Աստված անունով դից։ Իսկ գիտենք, որ քրիստոնեության ընդունման ժամանակ արգելվել է դից անվանումը եւ միայն Աստված անունն ենք օգտագործում տիեզերական էակների համար։ Սա մեկ, որ ես ինձ համար պարզեցի։ Հետո երբ որ ես սկսեցի ավելի ուշադիր ուսումնասիրել մեր հնագույն պատմագրությունը, մեր պատմիչներին, Ալիշյանին հատկապես, տեսա, որ այդ մարդիկ խոսում են, որ հին ժամանակներում, սեպագրերում ընթերցվել է Աստված անունով ինչ որ մեկը, եւ մտածում եմ, որ սա Աստված այդպես գրված էր, որին պետք է զոհաբերվեր երկու խոյ, ենթադրենք։ Հիմա մեր Ղափանցյանը ուսումնասիրելով այս սեպագիրը, ուրարտական այսպես ասած, կամ Արարատյան, մտածում եմ, որ ուրեմն այստեղ Աստծո անունը կամ մոռացել են գրեն, կամ էլ չի ընթերցվում, չկա Աստված եւ երկու խոյ։ Փաստորեն ստացվում է, որ Աստված անունով դից է եղել, նույնիսկ Արարատ ուրարտական ժամանակաշրջանում։ Նույն բանը նաև Ալիշյանն է ասում։ Մի խոսքով մեր հին եւ ահա այս բոլորը համադրելով հասկացա, որ իսկապես մենք ունեցել ենք Աստված անունով դից։ Հիմա հասկացանք, որն է։ Հաջորդը, որ պարզաբանեցի Լիլիթի, Գոհարի եւ Ռուբեն Գրիգորյանի հետ, այդ Չաթալ հույուկում հայտնաբերված կացարանների այդ նկարներ։ Անչափ հետաքրքիր է դա, դուք կտեսնեք դա ձեր գրքերում, նոր լույս տեսած այս, դրա մասին ես նույնպես անդրադարձել եմ իմ գրքում, իմ գիրքը արդեն հրատարակվել է, հունվարին հրատարակվել, վերջապես այդ հարցերը պարզաբանելուց հետո գիրքս հրատարակվեց եւ հունվարից արդեն կա հայոց հնագույն դիցարանը, գիրքը այդպես է կոչվում։ Իհարկե ես հետո ծանոթացա գրքին, շատ հետաքրքիր բաներ կա այնտեղ, անկեղծորեն ասեմ, շատ հետաքրքիր բան կա, եւ ես մտածում եմ, որ այսօր մեզ շատ անհրաժեշտ գիրք է սա, որովհետեւ տեսնում ենք ինչ է կատարվում աշխարհում, ինչ հարյուրավոր, չգիտեմ, հազարավոր կրոններ, կազմակերպություններ, կուսակցություններ եւ այս ամենի մեջ շատ դժվար է ինչի կողմնորոշվելը։ Իհա այս գիրքը, որը մեր սեղանին է դրվել, շատ հարցերի է պատասխանում։ Ես անչափ ուրախ եմ, որ այս գիրքը կա, անչափ շնորհակալ եմ Լիլիթին, Գոհարին եւ Ռուբեն Գրիգորյանին նաեւ, որը մեզ թույլ տվեց նոր աչքերով նայել իրականությանը, ընդհանրապես հոգեվորը գիտենք, որ մարդկանց մեջ շատ կարեւոր է։ Հիմա մենք առաջնորդվում ենք քրիստոնեություն, չգիտեմ, հին հավատ, այսպես ամեն դեպքում մենք եկեք ընթերցենք գիրքը եւ մեզ յուրաքանչյուրը թող հասկանա, դա իրեն պետք է, ինքը դա ընդունում է, եթե ընդունում ես դու, ուրեմն դա քոնն է, դա ճիշտ է, եթե չէ, Աստված իր հետ էսպես ասած։ Այնպես որ ես շնորհավորում եմ բոլորիս,
նաև շնորհակալ եմ Գոհարին ու Լիլիթին, հատկապես Ռուբեն Գրիգորյանին այս գրքի լուսինձայման առիթով։ Ձեզ էլ բարի ընթերցում, համոզված եմ, որ շատ բան կիմանաք այդ գրքը ընթերցելով։ Այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ բանախոսը բնիկ շուշեցի Արցախյան բոլոր ազատամարտերի մասնակից, պատմաբան, Շուշիի պատմագիտական թանգարանի հիմնադիր եւ նախկին տնօրեն Աշոտ Հարությունյանն է։ Համեցեք։ Բարև ձեզ հարգելի ներկաներ, բարև Գոհար, բարև Լիլիթ։ Բարև ձեզ։ Ես այս գիրքը ուզում էի նվիրել մեր Ռուբենին, դե որ ասում եք չի եկել, բոլոր դեպքերում նվիրում եմ Գոհարին, որպեսզի փոխանցի, որովհետև ստեղ էլ մի քիչ այլ ուղղություն է, սենց, որը չի հակասում նրան, ինչ դուք ասում եք։ Հիմա տեսեք, ես համոզված եմ, որ դահլիճում նստածների մեծ մասը հոգևոր, պրակտիկ ինչ-որ բաներ անում են, տարբեր ուղղություններում, համոզված եմ դրանում, մեր հայերը այսօր յոգ են, չգիտեմ, կախարդեն, մոգ են, եւ այլն, մի մասն են ասում քրիստոնյա ենք, բայց ես կասկածում եմ, որ իրանք քրիստոնյա են, որովհետեւ ինձ հետ կան քրիստոնյա լավ ընկերներ, որոնք իսկական քրիստոնյա են։ Այսինքն հիշեք, երբ որ վարդապետը, որի մասին նշվեց որպես Հուդա, երբ որ Աբգար թագավորը նրան առաջի դարում հրավիրեց Հայաստան եւ ասաց եկ էլի մեր ժողովրդին էլ բուժի, վարդապետը ինչ է պատասխանել, հիշում եք իր պատասխանը։ Ասում է ես անելիք չունեմ Հայաստանում, որովհետեւ Հայաստանում բոլորը ապրում են արդար։ Առաջի դարում մենք հայերս բոլորս եղել ենք արդար ժողովուրդ։ Իսկ երբ որ մարդիկ փորձում են հակադրել, այսօր նեո հեթանոսություն է մեր մեջ ձևավորվել, որոնք փորձում են հակադրել երկու իրար չհակադրվող ուղղությունները։ Սրանք հակադրվող չեն։ Մեկը մյուսին լրացնող են, ամենի ուսմունք հասկանալի է ունենում է իր աղավաղողները։ Եվ այս աղավաղողների մենք պետք է բռնենք, հակարդերը քաշենք, որպեսզի իրենք չփորձեն մեր ազգի մեջ պարակտում մտցնել, որովհետև եթե կարդաք ուշադիր մեր ավետարանները նույնիսկ, հա, ավետարանների մեջ հստակ ասված է ի սկզբանե լույսն էր։ Գնացեք կարդացեք եւ կիմանաք այդ լույսը ու մասին է ասում։ Ինչ վերաբերում է այս մեր ընկերների հետ հանդիպմանը, ես ասեմ ձեզ, բավականին հետաքրքիր է եղել ինձ համար, մինչ այդ ես բազում հոգեէներգետիկ պրակտիկաներ անց եմ կացրել ինձ համար, ես ոչ հոգի չեմ ասել ինչով եմ ես զբաղվում, սկսած հնդկական, վերջացած չինական հոգեէներգետիկ համակարգների ուսումնասիրությամբ, ասենք ցիգուն, տայցզի ցուան եւ այլն, սրանք բավականին բարդ բաներ են եւ երբ որ շփվեցի Ռուբեն Գրիգորյանի, Լիլիթի հետ, Գոհարի հետ եւ ցավոք որ ասացիք Մովսես Նաջարյանը այստեղ չէ, ինքը ինձ հետաքրիր էր լեզվաբանության տեսակետից, որտեղ հասկանալի է պատմաբանի համար դժվար է այսօր իր վրա վերցնել մի խնդիր, որը կապված է մեր պատմության հետ, մեր պատմությունը խստիվ աղավաղված է, սարսափելի ձևով, դուք կիմանաք շատ բաներ, որովհետև երբ որ դու իմանում ես ինչ աղավաղումներ են արել, կափարիչդ հելնում է։ Քեզ թվում է, թե դու գիտես քո պատմությունը, ես ձեզ ասեմ ազնվորեն, որ որպես պատմաբան ես ակադեմիկների հետ եմ զրուցել, մարդիկ ստիպված են եղել խոստովանել, որ իրենք մեր պատմությունը չգիտեն։ Այն խորությամբ, ինչ որ ես ասենք, ինչ որ բաներ իրանց ասել եմ, բայց ես գտնում եմ նախնական փուլում։ Ուրեմն դուք պատկերացեք, որ պատմություն չգիտեք։
Օրինակի համար մենք Ռուբենի միջոցով ճշգրտեցինք Հայկի եւ Բելի հետ կապված պատմությունը, սա սենսացիոն միած sense երևույթ է, ինչ առումով, որ մեր շնորհիվ նորից եմ ասում նրա, որ Մովսես Խորենացին սա գրի առել իր հայոց պատմության մեջ, դրա շնորհիվ մենք իմացել ենք, որ այդպիսի մի բան ա եղել։ Բայց թե սա ինչ ա եղել, մենք չգիտեինք։ Հա, Հայկը նետով խփեց, սպանեց Բելին, էս ենք իմանում, ու նայած ամեն ոք ինչպես է դա մեկնաբանում։ Իրականում ինչ է եղել։ Եղել է մեծագույն պատերազմ հայոց պատմության մեջ, շատ մեծագույն պատերազմ, այն ժամանակ էլ ինչպես այսօրվա մեր թշնամիները, ինչքան ուժ ու էներգիա ունեին, կուտակել էին Հայաստան աշխարհը ոչնչացնելու։ Սա հայ ժողովրդի գոյատևման պատերազմ էր այն ժամանակ։ Թիու ես չեմ ուզում հլավոր ճշգրտվածը ասեմ, աղջիկները կասեն, պատմականորեն ընդունված է 2492 թվականի օգոստոսի 11-ը։ Ես երբեմն որպես պատմաբան ասում, դե ոչինչ պատմության մեջ 50 տարի ես կողմ, 50 տարի են կողմ, նորմալ է, բայց դուք պատկերացրեք, որ մեզ չեն ասում, որ այդ պատերազմից հետո ստեղծվեց այն ժամանակվա համար հզորագույն հայկական կայսրությունը, որը տարածվեց 4 ծովերի սահմաններում, 4 ծովեր, ընդգրկելով Արաբական ծովը, Հնդկաստանի սահմաններով բան, հյուսիսում մեր սահմանները, Կովկասյան լեռները անցել են, արևմուտքում, եթե ուշադիր Խորենացու մոտ կարդաք, Հունաստանն է նշված, որպես մեզ սահման, արևելքում հասկանալի է մեր դաշնակից պարթևներն էին, մենք չէինք ուզում երբեք իրանցից տարածքային ինչ-որ բաներ, այս առումով հետաքրքրականը դա է, որ մենք իմանանք, որ մեր պատմության շատ ուսումնասիրելիք բաներ ունենք։ Եվ հիշեք, եթե ձեր դեմաց կանում է ինչ-որ մեկը, որ այլ դավանանք ունի, հարգանքով վերաբերվեցեք իրենց, դուք կոչված չեք ոչ հոգի դատելու, հիշեցեք, մարդու հետ խոսում եք իրա Աստծով։ Սա ամենաճիշտն է։ Ես Մահմեդականի հետ խոսացել եմ, ինքը որ կատաղի քրիստոնյաներին ատող մարդ ա եղել, սկսել ասենց եւ թանգարանում աշխատելու տարիներն եմ ասում։ Ես իրեն իր իսլամի գրքից, Ղուրանից, ասում դուք Ղուրան կարդում եք, ասում դե մեզ մոլաներն են ասում։ Ասեմ, բա Ղուրանի այս ինչ սուրան վերցրու բացիր, այնտեղ գրած է, ո մահմեդական, եթե դու հանդիպում ես հայի, քրիստոնյայի, այն ժամանակ հայերն էին, էլի մենակ քրիստոնյա, ապա խորը գլուխ խոնարիր նրա առջև, որովհետև քո դեմը կանած է իսկական հավատացյալ։ Այսինքն ես այս ինչի նկատի ունեմ, երբևէ չփորձենք իրար հետ հակադրել մեր գաղափարները, մենք բոլորս հայեր ենք, մենք բոլորս մեկս մյուսին հարգանքով պիտի վերաբերվենք, իսկ այն ինչ ներկայացնում են այստեղ աղջիկները, դրանք բոլորովին կրոնի հետ ոչ մի կապ չունեն։ Դրանք խոր գիտելիքներ են, բարդ գիտելիքներ են, ասեմ ձեզ, հոգեէներգետիկ հզոր պրակտիկա է պահանջում, պետք է անդադ փորձել, հիմա ասենք ես հիշում եմ, որ իրենք հեռուստահաղորդման ժամանակ մեր բնակչությանը խնդրեցին 3 շաբթի, 5 շաբթի օրերը գոնե համազգային աղոթքի մասնակցել։ Եթե իմանում եք համազգային աղոթքի էությունն անում է, որ մենք փաստորեն կանխեցիք Հայաստանի վրա հարձակումը, ձեր աղոթքներով։ Այո։ Հիմա դուք պատկերացրեք, եթե դուք գնում եք եկեղեցի, այսօր մենք բոլորս գնում ենք եկեղեցի, մոմ ենք վառում, մենք առաջինը ինչ ենք ուզում։ Հայ վատ մուրացկանի նման կպնում ենք մեր Աստծուն, դավայ ոսկի տուր, դավայ փող տուր, դավայ ասի։ Բայց եթե մենք այդպես ենք անում, միթե մեր դավանանքը մեղավոր է դրանում։ Մեղավոր ենք մենք իրականում նույնից եմ ասում, ամեն ինչին ձևական ենք մոտիկանում, մենք սրտանց չենք մոտիկանում, սրտանց։ Ես նույնից եմ ասում, ես գիտեմ, ես ոչ մի կրոնական ուղղության կողմնակից կամ հետևորդ չեմ, բայց ես պատմաբան եմ, որի համար ամեն ուսմունք դա իր պատմությունն է, դա իմ սուրբ սուրբոսն է,
Ես չեմ կարա 15000 տարվա պատմությունը ասեմ շպրտում եմ մի կողմ եւ ընդունում եմ 1700 տարին։ Չեմ կարա 15000-ը ընդունեմ, ասեմ 1700 տարին չեմ ընդունում։ Տենց բան չկա։ Ինձ համար բոլորն են հպարտությունը։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք դրանք պաշտպանել, առավել եւս իմանալով, որ մեր հայոց պետականության ամենաթշնամի երկիրը Պակիստանը, որ մինչ այսօր Հայաստանին չի ընդունում, հա, իր համար կապ չունի, հեթանոս եք, քրիստոնյա եք, իր համար դուք բոլորդ խաչապաշտ եք։ Բոլորդ։ Եթե հիշում եք, Սասնացորերում մենք խաչ էինք կրում, չէ՞։ Իսկ խաչը, սիրելի հայրենակիցներ, ընդամենը երկնավորների հետ կապ հաստատելու միջոց է, Այո, որը միշտ մեզ ուղեկցել է։ Եվ այդ մահմեդական երկիրը իր խնդիրը ունի ոչնչացնելու հենց խաչապաշտն է։ Իրանք մեզ խաչապաշտ են անվանում։ Իրանք չեն անվանում քրիստոնյա, հեթանոս։ Ինքը եթե հային բռնի չի արցուն դու քրիստոնյաս թե հեթանոս գլուխը կտրում է։ Всё։ Խաչի իմաստը շատ լավ հասկանում ենք, դուք իմացիք։ Գիտեք, գիտեն, ոչ թե գիտեն ներողություն խաչի իմաստը, այլ գիտեն, որ խաչի գաղափարը հզորություն է բերել այս ժողովրդին, այսինքն նրանք դրանով առաջնորդվել են։ Խաչը ինքնին պաշտամունքի առարկա չի, երբեք։ Ներողություն։ Ես ներողություն եմ խնդրում ձեզնից այսքան ժամանակ խլելու համար, նորից ասեմ, պրակտիկորեն ամեն ինչ եղել է, հանդիպումները ձեզ հետ էլ լինում, մեզ հետ էլ լինում, հիմա դրանք լավ որ մեզ համար գաղտնիքների շարքը որ չենք ուզում բոլորով բացահայտել, պատերազմի ժամանակ ենք առնչվել մեր երկնայինների հետ հանդիպումներին անձամբ ես, իմ ջոկատը, մենք առաջադրանքներ ենք կատարել, եթե իրանք չլինեն չենք կատարել, եւ ես ձեզ նորից եմ ասում, սրտի խորքից ձեր հավատը առ վերևները, դա բերում է ամեն ինչի, կապ չունի թե դուք ում եք դիմել, դիմեցեք, իրենք օգնում են, մենակ դիմեցեք սրտանց, հավատացեք, որ երբ որ դիմում եք, ձեզ օգնում են։ Շնորհակալություն ուշադրության։ Շնորհակալ ենք։ Սիրով կրկին բեմ եմ հրավիրում Լիա Բախշյանին։ Եվս մեկ անգամ բարի երեկո, ես Լիան եմ, այսօր այստեղ եմ ավելի շատ իմ վկայությունը բարձրաձայնելու դահլիճին, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Գոհար և Լիլիթին, որովհետև երբ որ ես առաջին անգամ YouTube-յան ալիքով լսում էի ձեզ, բնականաբար առաջի հայացքից չեմ ընկալել։ Նախ նշեմ, որ մայրիկի ուղղորդությամբ ես ձեզ սկսեցի լսել ու այդ ընթացքում իմ կյանքում բավականին մեծ դժվար փուլ էր։ Ես բալիկի էի սպասում եւ բժիշկները իմ առաջ հարց էին դրել բալիկի կյանքի հետ կապված։ Ու այդ ժամանակ բոլորը խոսում են, դե աղոթիր, կամ դու ինքդ հոգեբան ես, քեզ տրամադրիր, բայց ոչ իմ այն աղոթքները ինձ օգնեց, ոչ էլ իմ մասնագիտությունը ինձ օգնեց։ Ինձ օգնեցին Լիլիթն ու Գոհարը, ինչի համար կխնդրեմ եւս մեկ անգամ ծափահարենք նրանց։ Կանկեղծանամ, երբ որ ես լսում էի Լիլիթին եւ Գոհարին, սկզբում մեծ զարմանք ունեի, բավականին մեծ, ասում եմ, ինչ են ասում, ինչ են խոսում, ոնց, այսքան տարի ես մտածել եմ սենց, ու մեկ էլ արի ու մտածի այսպես։ Ինչպես շատերը։ Բայց մեկ գիշերվա մեջ, խորհրդակցելով մայրիկիս հետ, մեկ տեսանյութը 7 անգամ դիտելուց հետո, հասկացա, թե ինչպես պետք է դիմել Արարչին եւ դիցերին եւ հաջորդ առավոտյան, երբ որ ես մտա արդեն բժշկի մոտ, բժիշկը զարմացած հայացքով նայում ինձ ու ասում է՝ ո՞նց։ Ասում եմ՝ տենց։ Ու մի փոքր մանրամասնեցի բժշկին, որ այո, այս կերպ ես տեղի ունեցավ իմ հաջողությունը,
Չնայած որ նա դեռ չի մարսել իմ տվածը, բայց ես խոստանում եմ, որ նրան ավելի շատ կպատմեմ ու ավելի շատ կբարձրաձայնեմ։ Խնդրեի փոքրինչ մանրամասնել կոնկրետ ինչ է ձեզ հետ տեղի ունեցել, որովհետև ինչ որ Լիայի հետ է տեղի ունեցել, իրոք անհավանական է։ Փորձեմ մի փոքր անկեղծանալ։ Ուրեմն այդ ժամանակ իմ պատղաջերերի քանակը բավականին քիչ էր։ 8-7, 8-8, այսինքն տատանվում էր իմ ջրերը ու բալիկը որպեսի չունենար հետագայում հիպոքսիա խնդիրներ եւ այլ։ Մենք դրա համար դիմեցինք դիցերին, ճիշտ ձևով ու հաջորդ առավոտյան Ոց երկնային եւ երկրային տիրուհի Անայդային, այո։ Ու երբ որ մենք խնդրեցինք, ես էլի մամային ասացի, չեմ կարողանում, որովհետեւ ես 33 տարվա մեջ լսել եմ այլ ձև ու արել եմ այլ ձև։ Ու երբ որ ամբողջ գիշեր, այո, Սուրբ Սրբոց երկնային տիրուհի Անայդային, երբ որ ես խնդրեցի, առավոտյան 8:30 արդեն ես մտա էխոյի սենյակ։ Ու իմ ջրերը 13:05 էին արդեն։ Ու իմ բալիկը ծնվեց առողջ, փառք Արարչին։ Ու հիմա ես վայելում եմ իմ բալիկին։ Ես իմ այս վկայությամբ կուզեմ, որ այսօր յուրաքանչյուրը ձեզ հետ տանեք մի փոքրիկ հաղթանակ։ Լանա։ Եվ այդ ամեն ինչը վայելելուց հետո ես առաջարկեցի իմ մասնակցությունը այս առիթին եւ մենք սիրով ընդունեցինք։ Շնորհակալություն։ Եվ այսօր շատերի մոտ այո, սկիզբ առավ այն արմատական բեկումը, որ շարունակելու է մեր կյանքի ամենակարևոր հարցադրումների շուրջ ճշգրիտ գիտելիքների որոնմամբ։ Բնականաբար այդ բոլոր հարցերը դուք կգտնեք գրքի մեջ եւ երեկոն կավարտենք եւս մի գեղեցիկ կատարմամբ, երաժշտական կատարմամբ, Գոհարի եւ նվագակցի։ Ես նաեւ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր ընկեր Մանուկ Հակոբյանին, ով գրքի անգլերեն թարգմանության հեղինակն է։ Ցավոք սրտի նա այսօր ներկա չի, քանի որ բնակվում է Կիպրոսում։ Երաժշտական կատարումը, որը հիմա կհնչի, առաջին հատվածում իմ հեղինակային ստեղծագործությունն է, իսկ երկրորդում երջանկահիշատակ Հրաչյա Մուրադյանի Օրթախի գրած ստեղծագործությունը հատուկ կանոնի համար։ Եվ կեզրափակենք շատ գեղեցիկ ուրախ երաժշտությամբ Մանուկ Հարությունյանի կատարմամբ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։
Անշուշտ սա նորույթ է հայ հանրության համար, որտեղ խոսում է գիտելիքների մասին, ուսմունքի մասին, որից երևի թե հայ հանրության մեծ մասը տեղյակ չի։ Կամ էլ ասենք կա ինչ-որ դավանանքի, ասենք խնդիր այստեղ կարող է առաջանալ, ես տեսեք ընդեղ շեշտեցի, որ սա դավանանքի հետ կապ չունի, սա ուսմունք է, գիտական ուսմունք է։ Այս առումով կարևոր է, որ մարդիկ իմանան, որ գոյություն ունի գիտելիքների ինչ-որ մի պաշար, որին մենք չենք տիրապետում եւ այդ գիտելիքները մեզ բերում են, այսօրվա գիտությամբ խոսենք, աստղագնացները, բերեք այսպես ասենք։ Ես օրինակ ուսանողական տարիներին, երբ որ կարդացել եմ, եղել է արդյոք Աստված աստղագնաց այդ գիրքը Էրիխ ֆոն Դենիկենի, այն ժամանակ դա մեքենագիր գիրք էր, ուսանողներով ձեռից ձեռ էի թռցնում, որպեսզի ունենայինք այդ գիրքը։ Հիմա մարդիկ հնարավորություն ունեն գիրքը ձեռք բերելու, ուսումնասիրելու, տեսնելու ինչ կա դրա մեջ գրված, որ չի բռնում իրենց մտածողության հետ, ու մարդկանց քարացած կարծրատիպերի մեջ որոշակի փոփոխություն տեղի ունենա դեպի առաջ։ Մարդկանց ուղերներում փոթորիկ է առաջացնելու, որովհետև մարդիկ սովոր են ընկալել այն, ինչ որ իրենց սովետական ժամանակաշրջանում է տվել, ինչ որ մարդիկ էլ արդեն սովոր են զուտ գիտելիքներ ստանալ Աստվածաշնչից, ինչ որ մեկն էլ չգիտեմ ինչ գրքերից, եւ հանկարծ հայտնում է այս գիրքը, որի մեջ եղած գիտելիքները տրված են երկնայինների կողմից եւ այդ երկնայինները առայժմ մարդկանց տեսնելու տեսակետից հլավոր անհասանելի են, բայց իրենք որոշակի գիտելիքներ առայժմ տալիս են մարդկանց, տեսնեն արդյոք մարդիկ կարող են դա յուրացնել, որովհետև գիտելիքները անսահման են։ Անշուշտ ես խորհուրդ կտայի այն մարդկանց, որոնք ներկա չեն եղել միջոցառմանը, բայց եթե լսել են այս գրքի մասին, փորձեն այդ գիրքը ձեռք բերել, ուսումնասիրել, բոլոր դեպքերում դա գիտելիքների որոշակի պաշարի լրացում է, գուցե նաև ինքը փորձի այդ գիտելիքները իր պրակտիկ ուժերով իրականացնել, որտեղ նույնիսկ ինչ գիտելիք մարդ ստանում է, ինքը դա պետք է փորձի իրականացնի։ Ես օրինակի համար նորից մի հատ տվյալ տամ, որ եթե մարդը նայում է կինոֆիլմ, որտեղ Օյամա Սանը ձեռի մի հարվածով ջարդում է 40 աղյուս, դա չի նշանակում, որ ես ու դու կարող ենք այդ աղյուսը ձև ջարդել։ Դրա համար պետք է մարզվել, դրա համար պետք է իմանալ այդ գիտելիքը, որի միջոցով ինքը դա կարողանում է անել։ Այսինքն կան գիտելիքներ, որոնք մեզ առայժմ անհասանելի են եւ ցանկալի է, որ մեր հայությունը տիրապետի այդ գիտելիքներին, վաղվա աշխարհը նրանն է, ովքեր տիրապետում են նման գիտելիքների։ Ես քրիստոնեության այն կառուն հետևորդներից եմ եղել։ 30 տարի ես պայքարել եմ միմիայն Քրիստոսի եւ Աստծո համար։ Բայց եկավ հասավ 15 թվականը, երբ որ շատ ծանր հարվածներ ստացա կյանքի։ Եղբայրս մահացավ, ամուսնուս ծանր սրտի վիրահատություն, որ հույս չկար կենթանանալու։ Ես եղբորս մահից հետո ես հրաժարվեցի, խռովեցի Աստծուց եւ Քրիստոսից։ Եկավ հասավ 20 թվական։ 20 թվականին շատ ծանր քաղցկեղային վիրահատություն տարա։ Մեկ երիկամս հեռացրեցին։ Երբ որ գնում էի վիրահատության, միայն աղաչում էի, ով արարիչ, միայն քեզ եմ վստահում, ուրիշ ոչ մեկի։ Գնացի։ Եկավ 24 թվական։ Արյան քաղցկեղ հայտնաբերվեց ինձ մոտ։ Ես գնում եմ դեպի Արյան փոխներարկման ինստիտուտ ու միայն ասում եմ, ով արարիչ, միայն քեզ եմ վստահում։ Եվ այսօր ես կանգնած եմ այստեղ արարիչի շնորհիվ։ Դրանից հետո, երբ որ արդեն YouTube-յան ալիքներում եկան Գոհարը եւ Լիլիթը, ինձ համար մեծ ճանապարհ բացեցին։ Ես շնորհակալ եմ արարիչից, որ այս լուսավոր դռները բացում է մեր ազգի, մեր ժողովրդի համար։ Այն մարդկանց համար, ովքեր ներկա չեն եղել, գրքից տեղյակ չեն, ուղղակի ձեր ուղերձը, խոսքը։
Վերադարձեք դեպի մեր հայկական արմատները, վերադարձեք դեպի Արարիչը, նա է արարել, նա է մեզ ուղղորդում եւ պետք է գնանք դեպի նրա լուսավոր ուղով։ Ամալիա Աբգարյան տղաս բերեց, սկսեցի կարդալ, շատ ինձ հետաքրքրեց, արդեն կեսը ու չէի կարողանում գրքից կտրվել։ Այսօր ես նորից կրկնակի այդ բացատրությունները ստացա ու շատ հետաքրքիր է մեր անցյալը, իսկ ընդհանրապես տիեզերքը ինձ շատ է հետաքրքրում ու ես ինձ շատ հետաքրքրող հարցերի պատասխաններ կարողացա քաղեմ այդտեղից։ Այո։ Չեմ իմացել պատասխանները եւ ընդհանրապես ասենք նման թեմաներով գրականություն կարդալուց եղել են թերի բաներ, հիմա ինչ որ հարցեր իրանց տեղը գտնում են։ Այն մարդիկ, ովքեր տեղյակ չեն եւ առավել եւս հակումներ ունեն մեր քրիստոնեական այս աստվածաշնչյան տվաների, նրանց համար կլինի հակասական շատ մտքեր եւ դժվար ըմբռնելի, բայց ընդհանուր տեսությունը, ընդհանուր պետքա ուղղակի ուսումնասիրել ու կհասկանան, կարծում եմ կհասկանան։ Առնվազն գոնե մի հատ կարելի է կարդալ։ Մի հատ չէ, ես դեռ էջեր կան, որ նույնիսկ 2 անգամ եմ կարդում, ավելի ճիշտ ու լավ ըմբռնելու համար, շատ հետաքրքիր է, շատ, կոնկրետ ինձ համար շատ հետաքրքիր է։ Լիա Բախշյան, նախ նշեմ, որ ի սկզբանե Գոհարին եւ Լիլիթին ճանաչեցի YouTube-յան ալիքից, այդ ժամանակ իմ կյանքում մի փոքր ծանր շրջան էր եւ ես մեծ կարիք ունեի Արարչի կողմից իր հովանավորությանը։ Երբ որ նայեցի, սկզբում ինձ համար անհասկանալի էր, ինչ են խոսում այս կանայք, բայց մի ամբողջ գիշեր, երբ որ ես մի քանի անգամ դիտեցի եւ ինքս սկսեցի դիմել իրենց նշվածով Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Անաիդային, ես արդյունքը ժամեր անց տեսա իմ կյանքում եւ այդ ամեն ինչը վայելելով հանդերձ որոշեցի գալ եւ մասնակից լինել այս ամեն ինչին։ Ես լսեցի, որ դա ճակատագրական սենց կարևոր բաներ եղել։ Եթե հնարավոր է փակագծերը բացեք, եթե ոչ, գոնե տենց մի բառով ինչ է դա ձեր կյանքում։ Դա այդ ժամանակ կապված էր իմ բալիկի ծնվելու հետ եւ մենք ունենք մի փոքրիկ խնդիր եւ այդ խնդիրը մեկ գիշերվա մեջ իմ դիմելուց հետո հարթվեց կասեմ որ մարդիկ վստահաբար կարող են դիմել եւ ստանալ փոքր ինչ տեղյակ եմ, որովհետև մասնակցություն ունեցա այս ամենին, բայց ես իմ աջակցումը հայտնեցի նրանց, որ ես տեսել եւ վայելել եմ եւ պատրաստ եմ գնալ նրանց հետ այն ճանապարհը, որով որ նրանք կգնան։ Ռուզաննա Ավետիսովա, ես ժամանել եմ Թբիլիսից, ճիշտ ասած շատ տպավորված եմ, ինձ հետաքրքրեց նայել եմ իրենց YouTube-յան հաղորդումները, չգիտեմ, ինչ որ մի հոգու կանչա, գիտեք, եթե ինչ որ մի բան զգում ես դու հոգևոր, ուրեմն դա քոնն է, դա պիտի ուսումնասիրես, դա պիտի հետաքրքրվես, ինչ որ մի համազգային, ինչ որ մի համընդհանուր բան է, որ պիտի կապի իրար, ես այդպես եմ կարծում։ Դուք տպավորված եմ, ես էլ դիմել եմ, ես էլ ստացել եմ, ինչ ասեմ էլ։ Դուք շնորհանդեսի համար եք հենց եկել այստեղ։ Հա, շնորհանդեսի համար խմբով եկել էինք։ Ես էլ մնացի, որպեսզի ավելի մոտ ծանոթանամ Գոհարին եւ Լիլիթին, ցանկությունս մեծ էր։ Իսկ դուք իրենց մասին լսել էիք, դիմել էիք, օգնել էին, թե ոնց որ դուք ձեզնով ինչ որ տենց հավատի։ Ես ուղղակի առաջի հաղորդումը Արտակ Մուրադյանի նայեցի YouTube-յան իր հաղորդման ժամանակ, իրենց ելույթը Լիլիթի եւ Գոհարի եւ այդտեղից հետաքրքրություն առաջացավ, ճիշտ ասած, ես էլ հետաքրքրված էի մեր հնագիտության պատմությամբ, մեր ակունքներից, եկա հասա, ես Ձեր ակնկալիքները արդարացան, թե ավելին էիք սպասում։ Չէ, ուսումնասիրության շատ ինչ խոսք որ բացահայտումների շատ դեռ ժամանակ կա, շատ ուսումնասիրություններ են պետք, որպեսզի մարդ ավելի համոզվի, բայց առաջնայինը իհարկե տպավորված եմ, իհարկե դրական լիցքերով լցված գնում եմ տուն։